Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Խզմալյան։ Ողջույն, պարոն Կիրակոսյան։ Պարոն Խզմալյան, հունիսի 27-ը ոչ սովորական օր էր Հայաստանի համար։ Մենք այդ օրն առաջին անգամ ականատես եղանք մի իրավիճակի, որ կարծեք գրեթե չէր եղել կամ գուցե եղել է, ես չեմ հիշում, բայց իմ գիտակից ողջ կյանքի ընթացքում նման բան չէ հիշել, չեմ ականատես չեմ եղել, դիմակավորված ԱԱԾ-ականները, ոստիկաններ Մայրաթորի բակում բերման էին ենթարկում հոգևորականի, այս երևույթը դուք ինչպես եք մեկնաբանում, Մայրաթորը համայն հայության հոգևոր կենտրոնն է։ Պարոն Կիրակոսյան, մենք ապրում ենք անսովոր ժամանակներում եւ անսովոր օրերը մեկը մյուսին փոխում են։ Սա հերթական սովորական դարձած անսովոր օր է։ Ես քաղաքական վերլուծաբան չեմ, որ միավորներ բաժանեմ այս կամ այն թիմին։ Ես քաղաքական գործիչ եմ, ես պարտավոր եմ ելքեր գտնել այս ամեն ինչից։ Այն, որ Հայաստանում ընթացող, սողացող հեղաշրջում է, դա նորություն չէ։ 21 թվականին ռազմական հեղաշրջման փորձ էր, որը ղեկավարում էր գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։ 22 թվականին նախկին ԱԱԾ-ի գեներալ Արթուր Վանեցյանն էր գլխավորում։ 23 թվականին եւս մի հեղաշրջման փորձ էին ղեկավարում միասին ազգային ժողովի ֆրակցիաների որոշ ղեկավարները, Անդրանիկ Թևանյանի, այո, երևացող ներկայությամբ 2024-ին նույնպես սրբազան շարժման առաջնորդ էր եւ դա Բագրատ Գալստանյանը եւ դա նույնպես հեղաշրջման փորձ էր, ապստամբության փորձ էր։ Ես պետք է ասեմ, որ 21 թվականին ինձ ուղիղ առաջարկել էին, առաջին անգամ եմ ասում ձեր եթերում, թե մեկ-երկու անգամ ակնարկել է, ինձ առաջարկել էին մասնակցել պետական հեղաշրջմանը, զենք էին առաջարկել, 200 ավտոմատ, եւ ես ապշել էի, նոր ենք պատերազմից վերադարձել եւ մոտեցավ ինձ մի սպա բարձրաստիճան գլխավոր շտաբի աշխատողներից իմ արդեն նախկին եւ ասեց դե ձեր ջոկատը տեսանք ինչպես եք դուք դրսևորել ձեզ հիմա ժամանակն է եկել որ նորից վերցնենք զենքերը ես ասեցի ես քաղաքական կուսակցության ղեկավար եմ ինչ եք դուք ինձ առաջարկում սա սադրանք էր բայց հետո ես նկատեցի որ այս մարդը եւ շատ այլ մարդիկ ովքեր խոսում են նման բաներ բացեի բաց ինքը ոչ միայն ազատության մեջ է ինքը հարցազրույցներ է տալիս հաղորդումներ է վարում մի պահ եկավ եւ ես զայրացա եւ ասացի այդ մասին կոնկրետ այդ մարդու եւ այդ սադրանքի մասին եւ այդ առաջարկի փաստորեն հեղաշրջման ռազմական փորձի սպանություններով ավտոմատներով ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին առիթ հանդիսացավ եւ ասաց ինչպես եք դուք նման բաներ հանդուրժում դուք գիտեք ասաց որ այո գիտենք այսինքն որևէ նորություն առաջարկը ձեզ ով էր արել ես եթերում չեմ ուզում դա այդ մարդու անունը տալ որովհետեւ ես այդ անունը տվել եմ ինչպես ասում են պատշաճ մարմիններին որովհետեւ դա իսկապես մարդասպանությունների պատրաստման գործընթաց էր եւ ես ասացի որ այս մեկը այն մեկը դուք ինչ եք անում դուք որևէ մեկին նայեք ես ձեզ մի քանի անուն տվեցի չէ նրանցից ոչ մեկը ձերբակալված չէր նրանցից ոչ մեկը չզրկվեց ազատությունից չզրկվեց ունեցվածքից չզրկվեց անձեռնմխելիությունից եւ հիմա ես փորձում եմ պատասխանել ձեր հարցերին ամեն դեպքում իր անունը տակ
Ինչի համար։ Ձեզ ինչ է դա տալու։ Չէ, Ես որովհետև ասի դուք ասեցիք, որ ձեզ 200 զենք են առաջարկել եւ ասել են, որ դա 2021 թվականն էր։ Եվ ես այդ մասին ասել եմ այն մարդկանց, ովքեր պարտավոր են զբաղվել դրանով։ Եվ ես ասել եմ դա։ Եվ դա մատնություն չէր։ Ես մի անգամից չէ որ ասել եմ, ես սկզբից համոզվել եմ, որ այս մարդիկ շարունակում են իրենց գործունեությունը 22, 23, 24 թվական, այսինքն որևէ նոր բան այստեղ չկա։ Եվ այն, որ հասել է արդեն այս ամենին, սա արդյունք է, հետևանք է նրան, որ նախորդ որևէ հեղաշրջման փորձ իրականում չի կասեցվել։ Իսկ գիտեք ինչու չի կասեցվել։ Եվ հիմա մենք գալիս ենք ամենակարևորին։ Դուք ասում եք տվեք այս մարդու անունը։ Ես դες կտամ ոչ թե այդ մարդու անունը, այլ մեկ այլ մարդու անունը, որը տարիներ շարունակ պատվիրում էր այս ամենը։ Եվ դուք բոլորդ, նաև դուք, պարոն Կիրակոսյան, այդ անունը գիտեք։ Դա Վլադիմիր Պուտինն է։ Իր նազիր վեզիրներով, իր Պատրուշևներով, Կիրիենկոներով եւ այլ մարդկանցով, բայց ինչն է այստեղ հետաքրքիր։ Սա գաղտնիք չէ, չէ՞, ոչ ոքի համար։ Բայց այդ մարդը գալիս էր Երևան 2022 թվականի նոյեմբերի 22-ին էր եկել վերջին անգամ ու ես ասել էի, որ սա վերջին անգամ է, ինչ նա գալիս է Երևան։ Բայց նրանց հետո գալիս էր Լավրովը, գալիս է Մատվիենկոն եւ իշխանությունը, որը հիմա ակնարկում է, որ հա դե մենք գիտենք, որ այս ամեն ինչի հետևում կանգնած է Ռուսաստանը, ավելին մի քանի ժամ առաջ փոխարտգործնախարարը ասում է, որ մեր համբերությունը արդեն մեր համբերության բաժակը լցվում է, կգա պահ եւ մենք ել չենք սպասի եւ ուղիղ կասենք, որ ուղիղ տեքստով դուրս կգանք հապկից։ Այդ ժամանակը երբ է գալու։ 20 թվականին արդեն պարզ էր, չէ՞ որ հապկը Մոսկվան մեզ դավաճանել են։ 23 թվականին Արցախը հայաթափվել է եւ այնտեղ թուրքական դրոշ ով էր բերել Ռուսաստանը, ռուսական եւ թուրքական եւ Այդ հիմա ադրբեջան։ Հայաստանում տեղի ունեցողի մասին էլի խոսենք։ Ախր դա նույնն է, պարոն Կիրակոսյան, դա նույնն է։ Դուք ասում եք ինչ է եղել, որ հեղաշրջումը, այդ ես ասում եմ ձեզ, այդ հեղաշրջումը 5 տարի շարունակ տևում է, բայց տեսնում եք ոչ ոքի առանձնապես դա պաստորեն չի ուզում։ Եթե մարդիկ, ովքեր արել են դա նախորդ տարիներին, ընդհանրապես տեսեք, այն փաստաթղթերը, որ մեզ ներկայացրել են, պարզվում է իրենք ժամկետանց են, հա? Դա 24 թվականի հուլիսի փաստաթղթեր են պարզվեց։ Ինչը 24 թվականի հուլիսից այդ փաստաթղթերը հայտնի չեն, նոր հայտնվեցին։ Իհարկե հայտնի են։ Գաղտնալսումները հո այսօր չեն արվել, չէ՞, իրենք ուրեմն 24 թվին են արվել եւ սղագրվել են։ Բա ինչու այդ ժամանակ 24 թվականին չհրապարակվեց, չձերբակալվեց այդ նույն մարդը, որին հիմա են ձերբակալել։ Սա խաղ է, սա նախընտրական պայքար է։ Ինձ այս ամեն ինչում ուրիշ բան է հետաքրքրում, գիտեք, այն որ հայ առաքելական եկեղեցին որոշ ժամանակ առաջ դարձել է ավելի շատ ռուսական ուղղափառ եկեղեցու մասը, դա էլ է հայտնի բոլորին, բայց նույնը դարել է որոշ ժամանակ առաջ նաև Հայաստանի Հանրապետությունը։ Էջմիածինն այստեղ կրկնում է Երևանի քայլերը, մեկը մեկի հետևից։ Եվ ինձ այս ամեն ինչում հետաքրքրում է մի առանցքային ինձ թվացող բառ։ Հիշում եք ամեն ինչ սկսվեց նրանից, որ Սամվել Կարապետյանի ձերբակալման պահին ասվեց հեծը ազգայնացվելու է։ Եթե ազգայնացվում է, նշանակում է Ռուսաստանից խլում են այդ հսկայական վիթխարի պաշարները, որ նա Ռուսաստան ձեռք է բերել։ Լևոն Տեր-Պետրոսյանի, հետո Արդյունցի բաժինը Ռոբերտ Քոչարյանի, հետո Սերժ Սարգսյանի օրոք, եթե դա արվում է, ուրեմն մենք ինչ որ բան ճիշտել ենք անում այս ամեն ինչում։ Եթե չէ, Բագրատ Գալստանյանից եւ Միքայել Աջապայանից այսպես ասած հեղաշրջում անող դուրս կգա թե ոչ, ըստ ձեզ։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ
Ես ասում եմ, մենք այդ ամենը 1 տարի առաջ տեսել ենք, սա դեժավյու է։ Որևէ նոր բան այստեղ տեղի չի ունեցել։ Ինչու են հիմա սկսել, որովհետև հայտարարված է ընտրությունների օրը, հունիսի 7-ը, եւ սկսվել է փաստորեն նախընտրական պայքար այս միջոցով։ Ես սա եմ անվանել ժամանակին Կիրիենկոյի պլանը։ Քաոս սերմանել, կրկին վերադառնալ սև ու սպիտակ, նախկին ու ներկա, այլընտրանք չունենալու, երրորդ ճանապարհ չունենալու գաղափարին։ Հիմա մենք տեսնում ենք, որ շատ արագ հենց դա է արվում։ Կրկնում եմ, այն որ այս մարտիկ Ռուսաստանի գործակալներ են, մենք վաղուց գիտենք, մենք դա ասում ենք։ Ես 3 տարի առաջ սկսեցի ասել, որ տեսեք Վրաստանում ինչ է կատարում։ Վրաստանում հակաեվրոպական, հակաժողովրդավարական արշավը սկսեց եկեղեցին, Իլիա Կաթողիկոսը 2022 թվականին էր կարծեմ։ Եվ ես այդ ժամանակ հարցազրույցներում ասում էի, սա նույնը կլինի նաև Հայաստանում, հիշեք դա։ Ասում էի եւ պաշտոնյաներին, եւ լրագրողներին, եւ քաղաքական վերլուծաբաններին։ Մենք կուսակցության շրջանակներում եկանք այդ եզրակացությանը։ Այսինքն որևէ նոր բան չկա։ Իրենք եղեղաշրջում իհարկե անող չեն։ Իրենք ջատագով են դրան, իրենք կաջակցեն դրան, բայց հեղաշրջում չեն անի, որովհետև Ռուսաստանին այստեղ հեղաշրջում պետք չէ։ Այսքան բան։ Ռուսաստանին պետք է բոլորովին այլ բան։ Ռուսաստանին պետք է քաոս, քաղաքացիական պատերազմ, պառակտում, այսինքն թուլացած Հայաստան առանց որևէ լուծման։ Հենց այս պահին։ Դուք ինչ եք այս վիճակում։ Այս ձերբակալությունները, կալանավորումները կհասնեն նաև ամենայն հայոց կաթողիկոսին, թե ոչ։ Ես չգիտեմ։ Ես գիտեմ մի բան, Հայաստանը որպես պետություն, ազգ, քաղաքակրթություն ունի մի քանի մոտավորապես երևի 4-5 սյուն, եկեղեցին դրանցից մեկն է։ Մյուսներն է դա պետություն է իհարկե, բայց պետությունը ինքը սյուներ կարիք ունի։ Դրանց մեջ է մեր մշակույթը, մեր սփյուռքը եւ պետականության գաղափարը, ազգային գաղափարախոսությունը։ Եվ ես տեսնում եմ, որ այս իշխանությունը թուլացնում է մեր պետականության կառույցը, հարվածելով եւ սփյուռքին, մենք չունենք անգամ սփյուռքի նախարարություն այլևս, եւ մշակույթին, պառակտելով մշակույթը, ոչնչացնելով այն, եւ ազգային գաղափարախոսությանը հայտարարելով, որ դա փուչիկ է։ Մենք այդ ամենը լսել ենք դեռ Լևոն Տեր-Պետրոսյանից։ Հիմա էլ եկեղեցու պահն է եկել։ Եվ աշխարհը տեսնում է ինչ։ Աշխարհը տեսնում է, որ 1700-ամյա եկեղեցին եւ պետությունը հայոց բռնանդամների մակարդակի չափերի եւ ձևի քննարկման են իջել։ Այս սա է երևում եւ սա դառնում է արդեն վերնագրերի ծաղրուծամակի հեգնանքի առարկա եւ սա մի բան է, որը չի կարելի թույլ տալ։ Մեր հայոց տունը պղծվում է դրանով։ Սա դառնում է կոմունալ բնակարան, սա այլևս տուն չէ, սա օջախ չէ, սա ընտանիք չէ, իսկ պետությունը պետք է լինի օջախ։ Եվ այդ օջախում, այս ընտանիքում, այս տանը հայրը դա կառավարությունն է։ Կառավարությունն ունի այդ ուժը, բյուջեն, զենքը, զորքը, ուժը, հողը եւ պետությունը հոր կեցվածք պետք է ընդունի, այլ ոչ թե տնվորի, որը եկել է թալանելու եւ փախչելու։ Իսկ մեր կառավարությունները մեկը մյուսի ետևից կատարում են այդ դերը։ Կարող եմ թվերով, աներով ասել։ Դուք այդ հրապարակված ձայնագրությունը քննչական կոմիտեի
Ինչպես եք մեկնաբանում, օրինակ, որ այնտեղ այսպիսի միտք էր ասվում, որ երկու հոգու կգյուլենք, ընտանիքին փոխհատուցում կտանք, բոլորը գոհ կլինեն։ Նախ կրկնում եմ, դա 2024 թվականն է, չէ՞։ Երկրորդը 2024 թվականին կարելի է մարդկանց գյուլել, հակադարձում են իշխանականները, օրինակ։ իհարկե չէ, բայց այդ իշխանականները 2008 թվականի մարտի 1-ը չբացահայտեցին, երբ որ գյուլեցին 10 մարդու։ Հոկտեմբերի 27-ը 1999-ին ավարտվեց ինչ-որ բանով։ Նաիրի Ունանյանը դեռևս նստած է, խոսել են իր հետ, խոսացրել են։ Եվ Վանո Սիրադեղյանի հայտնի խոսքերը, որ 800 մարդ կգյուլենք, եթե պետք լինի։ Դա էլ մեր սերունդը չի մոռացել։ Ոչ մի բան մենք չենք մոռացել, որ 100% էլ հավաքեք մենք ենք մնալու։ Այդ ամենը, որ 2-3 մարդ կարող է Արցախի հարցով ընդհանրապես կարծիք հայտնել։ Այս ամենը մենք լսել ենք Բայց խնդրում եմ 1995-96 ըստեյության թվականին։ խոսենք էլի, բան Խզմալյան, բոլոր հարցերին ասենց հիպոթետիկ ինչ-որ Ես հիպոթետիկ չի, ես փաստեր եմ բերում ձեզ։ Դուք ասում եք 2 հոգու, ես ասում եմ Վանո Սիրադեղյանը 800 Ես կոնկրետ հոգի էր ասում եմ, ինչ պատրաստ։ կարծիք ունեք դուք այդ մտքի հետ կապված։ Վանո Սիրադեղյանը մահացել գնացել է հիմա։ Բայց իր գործը, իր ոճը, իր գաղափարները շարունակվում են։ Ես դա եմ ասում, որ այդ նույն գաղափարները բերել են եւ 99 թվականի հոկտեմբերի 27-ին եւ 2008 թվականի եւ այսօրվա իշխանությունը, որը հիմա բռնվել է այդ 2 հոգի գյուլենք եւ այլն, չի բացահայտել փաստորեն 2008 թվականի մարտի 1-ի սպանությունները։ Այստեղ հիպոթետիկը ո՞րն է։ Սա ուղիղ կապ ունի, չէ՞։ Երբ հոգևորականն է խոսում մարդկանց գյուլելու մասին, սա ինչ է նշանակում, քրիստոնեական արժեքներ, մերձավորին սիրել եւ այլն այդպիսի քարոզներ անող կառույցի ներկայացուցիչն է նման բան հայտարարում։ Նրանք ոչ մի առնչություն քրիստոնեության հետ չունեն։ Ընդհանրապես մենք հավատում ենք Աստծուն, այլ ոչ թե եկեղեցուն։ Իրենք շփոթում են իրենց քրիստոնեության հետ, ճիշտ այնպես, ինչպես մեր կառավարությունը իրեն շփոթում է պետության հետ։ Պետությունը կառավարությունը չէ։ Քրիստոնեությունը եկեղեցին չէ։ Մենք շատ լավ գիտենք եւ մեկի եւ մյուսի գինը։ Իրենք հիմա մրցակցության մեջ են մտել, մրցում են։ Ու ես կրկնում եմ, այստեղ ինձ մի բան է հետաքրքրում։ Եթե կառավարությունը սա օգտագործում է ռուսական գործակալներից ազատվելու համար, եթե անգամ անցյալ տարվա գաղտնալսումները հիմա բերվում են, որpիսի ինչպես խոստացել է արտգործ նախարարը, մենք այլևս չենք սпасելու օրը գալիսը, երբ է գալիս։ Եթե այդ օրը վաղն է գալիս, մեկ շաբաթվա մեջ, այլ ոչ թե 2026 կամ 2206 թվականին, ապա ես հասկանում եմ, ինչի են իրենք այսօր հանել մեկ տարվա վաղեմության ունեցած փաստաթղթերը եւ այն ոչ ոքի չհամոզող մոնիտորները կամ դիմշաշկեքը եւ այլն եւ այլն։ Բայց ես վստահ չեմ, որ այս գործը կավարտվի իրական արդյունքով, ինչպես չավարտվեցին որևէ այլ գործեր, որովհետև Սերժ Սարգսյանին դատում են ինչի համար դիզել գողանալու, Ռոբերտ Քոչարյանին դատում են ինչի համար, ինչ որ մի կին գործարարին կին գործարարից կաշառք պահանջելու, եւ ոչ ոք չի պատժվում։ Եվ ես վստահ եմ, որ Բագրատ Գալստանյանն էլ չի պատժվի, որովհետև կամ Սամվել Կարապետյանը չի պատժվելու խոսքերի համար, որովհետև դա քրեական հանցանք չէ նման բան ասելը։ Դա ոչ մի դատավոր, իհարկե եթե հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս է ասել, թե երբ, բայց ես վերջերս լսել եմ այդ ցայնագրությունը, իսկ Հայաստանում դատավոր կա, որը վարչապետին չենթարկվի։ Եթե նման բան կա, ապա այդ խոսքերի համար էլ կրս։ Բայց դա նշանակում է, որ մենք միանգամից վերադառնում ենք 1900, չգիտեմ, որ թվական։ Մենք այլևս 21-րդ դարում չենք ապրում։
Հիմա Այնպես որ ես ընդհանրապես մի բան եմ, մի չափանիշ եմ տեսնում։ Եթե մենք օգտագործում ենք սա որպես պետություն, Ռուսաստանից անջատվելու, այսինքն ապագաղութացնելու Հայաստանը, ես համաձայն եմ։ Թող անեն նման բաներ։ Թող դատեն եւ փորձեն ապացուցել։ Իսկ եթե սա ընդհանրապես նախընտրական արշավ է, ապա անեն չանեն ոչինչ չի փոխվի։ Ոչինչ չի փոխվի բանակում, ԱԱԾ-ում, եկեղեցում եւ կառավարությունում։ Հիմա դեռ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու վտանգները պահպանվում են, թե ոչ։ Պարոն Կիրակոսյան, ով է կատարում հեղաշրջում Հայաստանում։ Որ երկիր։ Ռուսաստանը։ Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով կամ ներքին իր 5-րդ Շարասյան միջոցով է դա անում։ Հիմա մենք շատ մի պարզ հարց ենք լուծում որպես ազգ եւ պետություն։ Կամ մեր կառավարությունը փոխվում է Ռուսաստանից եւ միակ հանգրվանը դրա համար Եվրամիությունն է, Եվրոինտեգրումն է, որը մենք պատրաստել ենք որպես օրենք, դրել ենք, որը 3 ամիս առաջ ընդունվել է Եվրոինտեգրման սկիզբը։ Կամ մեր կառավարությունը ձևացնում է, որ պայքարում է, բայց ոչ թե արմատի հետ, այլ արմատախիլ չի անում այդ մոլախոտը, այլ ուղղակի հնձում է մոլախոտը, որ մոլախոտը նորից աճի։ Եվ այդ դեպքում դա կնշանակի, որ հեղաշրջումը ընդհանրապես խրտվիլակ է, որը օգտագործվում է իշխանությունը պահպանելու համար։ Սա էլ դեռ բացառել չի կարելի։ Կաթողիկոսը պետք է հեռանա մայրաթորից, թե ոչ։ Դա պետք է որոշի ոչ թե կառավարությունը, դա պետք է որոշի եկեղեցին, որովհետև Հայաստանի սահմանադրությամբ եկեղեցին անջատված է։ Չէ, մի կողմ թողնենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Հիմա հաշվի առնելով հանգամանքները, ինչ եք կարծում, պետք է նման բան լինի, թե ոչ։ Ես կարծում եմ, որ մեր եկեղեցու պատվի համար մեզ պետք է Վազգեն առաջինը, այլ ոչ թե Գարեգին երկրորդը։ Ես դա հենց սկզբից ասացի։ Վազգեն առաջինից մինչև Գարեգին երկրորդը Հայաստանը եւ Հայաստանի եկեղեցին ճանապարհ անցան անկախացող, պայքարող, հաղթող երկրից մինչև ռուսական գաղութ, գործակալությունների որջը, արտված եւ բարոյազրկված։ Այս առումով իհարկե, բայց անջատել դա եւ ուշադրություն չդարձնել, որ մեր ամբողջ տնտեսությունը, քաղաքական դաշտը, մամուլը լցված է ռուսական գործակալներով, ես չեմ կարող։ Ես տեսնում եմ, որ եկեղեցին նույնքան կապված է հասարակության հետ, նույն մասն է կազմում, ինչ եւ բանակը, բանտը, դպրոցը, մեր կյանքի բոլոր ոլորտները, որոնք ռուսիֆիկացված են։ Մեր եկեղեցին ռուսիֆիկացված է եւ Հայաստանի պետական, ոչ թե ազգային, այլ պետական կրոնը, ես վաղուց ասել եմ դա, ռուսուլմանություն է, ռուսուլմանություն, այլ ոչ թե քրիստոնեություն։ Քրիստոնեության վեհարի ետևում թաքնվում է լավ վճարվող ռուսուլմանությունը։ Եվ մենք այսօրվա դրվագը բաց թողեցինք, առաջին հարցին ըստ էության չանդրադարձանք։ Այնինչ տեղի ունեցավ հայ-ԱԱԾ-ականների ներխուժումը մայրաթորի տարածք, սա ընդունելի երևույթ էր։ Ոչ, ինձ համար ոչ։ Ես կարծում եմ, որ այս ճանապարհով մենք ոչ մի լավ բանի չենք հասնի։ Նախ դա բերելու է ինչպես հաճախ լինում է ճիշտ հակառակ արդյունքի, որովհետև կլինեն մարդիկ անկեղծ կամ կեղծավոր դա երկրորդ հարցն, որոնք կմոբիլիզացվեն եւ կհամախմբվեն ու կհերոսացնեն կաթողիկոս Գարեգին երկրորդին։ Եվ սա հենց ուղիղ ճանապարհ է դեպի քաղաքացիական պատերազմ, որովհետև բազմաթիվ մարդիկ չեն ընդունելու նման ոճը։ ԱԱԾ-ն չէ, որ պետք է հայոց առաքելական եկեղեցին մաքրի։ Քրիստոսը, որը մտրակում էր վաճառականներին հանելով տաճարից, նա դրա իրավունքը ուներ, որովհետև նա այդպես էր ապրում եւ այդպես զոհվեց հանուն հավատքի։ Քրիստոս պետք է լինել, որ մտրակել
կաթողիկոսին եւ եկեղեցին։ Աշխարհիկ իշխանությունը գործ չունի եկեղեցում։ Հիմա այդ մտրակողը ով պետք է լինի, պարոն Խզմալյան։ Հավատացյալ ժողովուրդը։ Ընդ որում հայոց եկեղեցին միակ եկեղեցին է աշխարհում, որի ղեկավարը, մեր դեպքում կաթողիկոսը, ընտրվում է ոչ միայն եկեղեցականների, այլ նաև աշխարհիկ հավատացյալների կողմից, մոտավորապես 50-50 կամ 60-40։ Դա էլ է պետք իմանալ։ Եվ Գարեգին երկրորդ կաթողիկոսը ընտրված է իմիջիայլոց։ Իհարկե եկեղեցին ժողովրդավարական կառույց չէ, բայց այն էլ ունի յուրահատուկ ժողովրդավարական տարեր։ Տեսեք, որ ասում եք պետք է քրիստոնյան հավատացյալը մտրակի, Նիկոլ Փաշինյանն ասում է ժողովուրդ ջան, մի քրիստոնյա դուք եք, մի քրիստոնյա հավատացյալ էլ ես եմ։ Եվ ինչ։ Հիմա ինքը կարող է դες մտրակել ճակերտավոր, հա, բանան ենք, կարող է։ Չի ճակերտավոր, ավտոմատներով են մտնում։ Դա մտրակից ավելի հզոր է, չէ՞։ Ածեն մտրակներով չի մտնում, զենքով է մտնում։ Ատրճանակներով է մտնում։ Ես պարզապես ասում եմ, որ 2018 եւ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանին ընտրած մարդիկ նրան ընտրել են, որպեսզի նա մաքրի, մաքրազատի եւ կարգավորի տնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, բանակը, հատուկ ծառայությունները, քաղաքական դաշտը, այլ ոչ թե եկեղեցին։ Եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է կաթողիկոս դառնալ, նա կարող է փորձել, բայց վարչապետը չպետք է զբաղվի կաթողիկոսի ընտրություններով։ Դա իմիջիայլոց հենց այն է, կներեք, վերջի բանն էլ ասեմ, անընդհատ ընդհատում եմ ձեզ, մենք բոլորս հիշում ենք, դուք երիտասարդ եք, բայց մեր սերունդը հիշում է, որ հենց իշխանությունների ուղիղ միջամտությունն էր բերել իշխանության, եկեղեցական իշխանության, կաթողիկոսի գաղին նստացրել է Գարեգին երկրորդին։ Ես դա գիտեմ շատ լավ եւ հիշում եմ հոյակը։ Որ խնդրեմ նորից ով է նստեցրել նրան կաթողիկոսի գահին։ Իշխանության միջամտությունը, Երևանի իշխանության միջամտությունը 1999 թվականին կառավարությունն էր միջամտել սպառնալիքներով, ճնշումներով, մենք դա հիշում ենք։ Վարչապետը Վազգեն Սարգսյանն էր այդ ժամանակ։ Եվ ինչ։ Ով է լիներ վարչապետը, մենք գիտենք, ես չգիտեմ, ես ներկա չեմ եղել այդ խոսակցություններին, բայց ամբողջ եկեղեցին, եւ ես դա օրինակ լսել եմ Կոնստանտինոպոլիսի պատրիարքից եւ 3 պատրիարքները դեմ էին Գարեգին երկրորդի ընտրությանը հենց այդ պատճառով, որովհետեւ աշխարհիկ իշխանությունն էր միջամտել եւ ստիպել խորհրդին, որ ընտրվի հենց նա։ Դա ոչ թե մեկ մարդու վարչապետի, դա քաղաքական իշխանության որոշումն էր։ Եվ մենք հիմա փաստորեն տեսնում ենք, որ եթե այդ ճարիքը սկսի ժամանակ այդքան էլ բան չէր, արտոնյալ կարգավիճակում չէր օրինակ։ Քոչարյանը տվյալ դեպքում միգուցե խառնված չէր։ Ուրիշ մարդիկ են այնտեղ։ Բայց ես նկատի ունեմ, որ դա կառավարություն ստացվում է վարչապետ։ Միգուցե վարչապետ։ Ես կրկնում եմ Վազգեն Սարգսյանը, բայց ինչ։ Վազգեն Սարգսյանն ինչու էր միջամտել։ Ես չգիտեմ ինչու։ Ես գիտեմ ուղղակի, որ մենք ունեինք այդ պահին այդպիսի վիճակ։ Իշխանություն աշխարհիկ միգուցե լավագույն նպատակներով միջամտել էր եւ որոշեցին, որ այս մարդը պետք է լինի վերապար։ Հիմա մենք փաստորեն կրկնում ենք նույն սարսափելի սխալը, երբ որ աշխարհիկ իշխանությունները թողած իրենց գործը փորձում են լուծել նաեւ Սուրբ Աթոռի ճակատագիրը։ Սա քաղաքական սխալ է։ Մտրակելու անհրաժեշտությունը կա, բայց մտրակողը Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի։ Այո։ Ես հիշեցնում եմ, որ մտրակողը Հիսուս Քրիստոսն էր։ Այսինքն նախադեպը կար։ Իսկ մտրակվելու ենթականերն ովքեր են ըստ ձեզ։ Մենք խոսում ենք Գարեգին երկրորդի եւ այն եպիսկոպոսների մասին,
սրբազանների մասին, որոնք իրենք են միջամտում են քաղաքականության մեջ, իրենք են միջամտում բիզնեսների մեջ, բենտլիներ են քշում, փող են վերցնում ծառայությունների համար։ Այս ամենը մենք այսօր կամ երեք չենք իմացել։ Մենք այդպես ապրել ենք։ Մենք գիտենք, որ եկեղեցում ինչ արժե կնունքը, այս մեկը, այն մեկը եւ այլն եւ այլն։ Դա հայտնի է։ Ժողովուրդը սովոր է դրան։ Տեսեք, երբ դուք ասում եք, որ պետք է ներողություն հավատացյալը լինի մտրակողը, դա տենց հավաքական ոնց ասում են ժողովուրդը կորոշի, ժողովուրդն է իշխանությունը, դրան համարժեք հավասարազոր մի հայտարարություն է, այսինքն կոնկրետ գործող անձ չկա, այսինքն հիմա եթե եկեղեցին ունի փոփոխության, բարեփոխումների կարիք, դա արձանագրում ենք, բայց չենք արձանագրում ով պետք է լինի այդ փոփոխողը, հիմա 3 միլիոն քրիստոնյա, 3 միլիոն պատկերացում եկեղեցին բարեփոխելու համար, չհաշված որ 3 միլիոնի մեջ քանի 100,000-ը կկարծեն, որ հեչ էլ փոփոխության անհրաժեշտություն չկա։ Պարոն Կիրակոսյան, եթե մենք խոսում ենք քաղաքականության մասին, իսկ մենք խոսում ենք քաղաքականության մասին, ես առաջարկում եմ չշեղվել կարևորից։ Ես ասում եմ, որ այս ամենը նպատակ ունի շեղել մարդկանց ամենակարևորից։ Կարևորը այն է, ինչ է պետությունը անում այն ոլորտում, որով պետությունը պետք է զբաղվի ըստ օրենքի, ըստ սահմանադրության։ Եվ դա կրկնում եմ, եկեղեցին չէ։ Այ երբ որ պետությունը ինքնամաքրվի տնտեսության, քաղաքականության, կրթության, անվտանգության, արտաքին քաղաքականության ու դիվանագիտության հարցերում, երբ որ այդ հարցերը լուծվեն, մենք դառնանք անկախ պետություն, կարգ ու կանոն հարգող, օրենք հարգող պետություն։ Եկեղեցին անմիջապես կարձագանքի դրան։ Հավատացյալ մարդիկ նույն մարդիկ են, ովքեր հագնում են փողկապներ կամ բանվորական շորեր եւ գնում են աշխատանքի։ Այդ նույն մարդիկ են, չոր առանձին ժողովուրդ չկա, դա Իսրայել չէ, որտեղ հատուկ մի սոցիալական խումբ կա, օրթոդոքս հասիդներ, որոնք ոչ ծառայում են, ոչ աշխատում են, միայն աղոթում են եւ երեխաներ են ծնում։ Իսրայելին նրանք պետք են։ Մենք տենց բան չունենք։ Մենք ենք այդ հավատացյալ ժողովուրդը։ Ուրեմն այդպես չէ, որ մենք կոռուպցիայով զբաղվում ենք աշխատանքի վայրում, հետո գնում ենք եկեղեցի, հանկարծ սուրբ ենք դառնում։ Դա նույն ժողովուրդն է, եւ նույն վարչապետն է, նույն ազգային ժողովն է։ Ես դրա համար ասում եմ, եկեք մենք մեր գործով զբաղվենք։ Այդ դեպքում եկեղեցուցել կպահանջենք, եկեղեցին էլ կենթարկվի, որովհետև սկսել բարեփոխումները եկեղեցուց մի փոքր տարօրինակ, երբ որ ձեզ մոտ մնացած ամեն ինչը ռուսական գաղութ է։ Տնտեսությունը, հանքերը, երկաթուղին, Գազպրոմը, էլեկտրացանցերը, ինձ դա է հետաքրքրում։ Որովհետև եթե դա չփոխվի, եկեղեցին չի փոխվելու։ Եկեղեցին ընդհանրապես այս կյանքի, այս հասարակության, այս տնտեսության մասն է։ Դե սկսել են հեծի հետ կապված գործընթացը արդեն։ Այ որ ոնց որթը, ես էլ գիտեք սրտատրոպ սպասում եմ, այդ ոնց որթը ինչ է նշանակում։ Եթե սկսել են, եթե ավարտեն, եթե դրանից հետո զբաղվեն հանքերով, Զանգեզուրի պրինցեմոլիբդենային կոմբինատով, եթե Գազպրոմով զբաղվեն, ռուսական երկաթուղին վռնդեն եւ հայկական երկաթուղի վերականգնեն, ալյումինի գործարանը, կանազը, այդ դեպքում մենք եկեղեցով զբաղվելու խնդիր չենք ունենա, որովհետեւ ժողովուրդը կարձագանքի անմիջապես։ Ուղղակի գիտեք ինչն է հետաքրքիր, որ հեծից դժգոհությունները կային, բայց այս կառավարության պետքը չէր, բայց հենց Սամվել Կարապետյանը խոսեց, հիշեցին, որ հեծը լույսերը անընդհատ անջատում է, հանձնաժողով են ձևավորել, ասում են ժողովուրդ դիմեք, արեք տենանք ինչ վնաս ունենք, փոխհատուցենք։ Հիմա ինչ անենք, որ Վիոլա ջուրը ֆրանսիական ընկերություն է, բայց ջրանջատումների խնդիր կա, ու այս կառավարությունում ոչ մեկի պետքը չի, որ այս ամառվա տապին նորմալ ջրամատակարարում չկա, հիմա ինչ անենք, օրինակ խնդրենք, որ Վիոլա ջուրն էլ քննադատի Նիկոլ Փաշինյանին, որ որակի հետ կապված ժողովրդի վնասը փոխհատուցելու հետ կապված գործընթաց, չէ՞ կարծում, որ այստեղ անազնվություն կա նաև սեփական ժողովրդի հետ,
Նիկոլ Փաշինյանն ասում է լվացքի մեքենան վառվում է, բայց անկեղծ չեն, հայ ժողովրդի հետ այն ժամանակ էլ էր վառվում այդ նույն լվացքի մեքենան, բայց չէին ասում, որ ժողովուրդը վնաս է կրում։ Կրկնվում եմ արդեն, Սամվել Կարապետյանը խոսեց, հիշեցին, որ ժողովրդի ապարիկով առած սառնարան լվացքի մեքենան վառվում է։ Սա ինչքանով է ազնիվ, ինչքանով է ճիշտ։ Դուք փաստորեն հրապարակախոսի դեր ընդունեցիք եւ ես լրիվ համաձայն եմ։ Այն ամենը, ինչ դուք ասել եք, այդ ինչ դուք եք ասել, դա ճիշտ է։ Եվ ճիշտ է նաեւ, որ անազնիվ է լռել եւ բռնվել այն պահին, երբ որ ինչ որ մի բան, ինչ որ մեկի ոտքը տրորեց։ Բայց ես կրկնում եմ, քաղաքականության մեջ այդպես էլ է լինում։ Եվ ինձ հետաքրքրում է, գիտեք, ոչ թե որքանով է ազնիվ ու անկեղծ առիթը, այո, դա շատ տարօրինակ առիթ է, բայց եթե նրանք գնան այս ճանապարհով եւ պետությունը պետություն դառնա գաղութից, ես համաձայն եմ դրան, որովհետեւ կյանքում այդպես լինում է, սրբեր չեն ոչ սրանք, ոչ նրանք, բայց կրկնում եմ, միակ չափանիշը դա գործն է, եթե գործ անեն, եթե չկանգնեն, այլ բերեն մինչև վերջ եւ դա իսկապես ազգայնացվի, ընդ որում ոչ թե տրվի պարզապես մի օլիգարխի ձեռքից խլեն ու տան սեփական հարմար օլիգարխին, դա էլ է շատ հնարավոր եւ դա էլ է վտանգ։ Դրա համար ենք մենք խոսում ձեզ հետ այսօր։ Ես առաջարկում եմ, որ մենք սա քննարկենք եւ ժողովրդին չշեղենք, այլ կարևորի մասին ստիպենք մտածել։ Այ հիմա դուք խոսում եք որպես, կներեք, որ ես գնահատական եմ տալիս, դրա իրավունքը չունեմ, բայց այ հիմա դուք քաղաքական լրագրող եք, այլ ոչ թե պարզապես սուր հարց ինչ որ ցանկացած առիթով տվող, որովհետև մեր խնդիրը, մեր ապագան, մեր անվտանգություն ու պետականություն դրանից են կախված։ Մենք պարտավոր ենք պարտադրել պետությանը, որ ապա գաղութացնի երկիրը, ապա ռուսիֆիկացնի տնտեսությունը, բանակը, ԱԾ-ն ու վերջում նաև եկեղեցին։ Շնորհակալություն, պարոն Խզմալյան, հարցազրույցի համար։ Շնորհակալություն, պարոն Կիրակոսյան։